Ավելի քան 7 ամիս շրջափակման մեջ գտնվող պաղեստինցիներին օգնություն հասցնող նավից են այս կադրերը։ Իսրայելի ռազմածովային ուժերի զինվորներն են ներխուժել նավ և բռնի ուժով ձերբակալում են մարդասիրական օգնություն տեղափոխող միջազգային ակտիվիստներին։ Բժիշկների, գիտնականների, բնապահպանների գլխին զենք պահելով նրանց ձերբակալում են, իսկ նավերը առգրավում։ Գլոբալ Սումուդ նավատորմն է հայտնվել Իսրայելի թիրախում։ Նավատորմի կազմում 50 նավ է, 500 հոգանոց քաղաքացիական անձնակազմով, նրանք 44 երկրների քաղաքացիներ են։ Դեռ իսրայելցիների ներխուժումից առաջ էին օգնություն տեղափոխողները տեսանյութ տարածել, մտահոգություն հայտնելով, որ իսրայելցիներն իրենց թույլ չեն տա մոտենալ Գազայի հատվածի ափերին։ Հնարավոր է, որ Իսրայելը կանգնեցնի մեր նավերը, դա միջազգային իրավունքի խախտում կլինի, որովհետև նրանք բացարձակապես իրավունք չունեն միջազգային ջրերի կամ Գազայի ջրերի նկատմամբ։ Նավերի գրեթե կեսն են առգրավվել, մնացածների ճակատագիրը հայտնի չէ, տեղեկություններ կան, որ նրանք շարունակում են մոտենալ Գազայի ափերին։ Թել Ավիվը հայտարարել է թույլ չի տալու նավերին հասնել Գազա, որովհետև այն ռազմական գործողությունների գոտի է։ Բոլորին հիշեցնում ենք, որ սիոնիստական ռեժիմը անօրինական գործունեություն է սկսում, խոչընդոտելով մարդասիրական առաքելության տեղափոխմանը։ Բելգիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ ուշադիր հետևում են իրավիճակին։ Եվրոպական գրեթե բոլոր երկրներում բողոքի ուժգին ալիք է բարձրացել նավատորմի անձնակազմի ձերբակալությունից հետո։ Բեռլինում բախումներ են սկսվել, իրավիճակը լարվել է ոստիկանների ու ցուցարարների միջև։ Ձերբակալվածներ կան։ Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանական բազմաթիվ ուժեր են տեղակայվել։ Միլանի Կարդոնա կայարանում 5000 ակտիվիստ է միացել երթին, տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ միջադեպեր չեն եղել։ Բարսելոնայի փողոցներում իրավիճակը անկառավարելի է դարձել, ոստիկանությունը մահակներ է օգտագործել։ Փարիզում ի պաշտպանություն ձերբակալված ակտիվիստների Պաղեստինի դրոշ են ծածանել, փողոցներ փակել։ Այստեղ եմ արդարության ու մարդասիրության համար, այնինչ կատարվում է անընդունելի է։ Եթե չկանխենք օրենքի այս խախտումները, դրանք կտարածվեն ամենուր։ Պետք է միավորվենք, սա այլևս կրոնի կամ ազգության մասին չէ։ Բուենոս Այրեսում ցուցարարները, որոնցից շատերը նավատորմի անձնակազմում ընկերներ ունեն, Արգենտինայի կառավարությանն են մեղադրել Իսրայելի գործողությունները ժամանակին չկանխելու և բարեկամական սերտ կապեր ունենալու համար։ Նրանք զգուշացրել են նախագահ Միլեյին, չեն լռելու, քանի իրենց բոլոր ընկերները ողջ առողջ չեն վերադարձել։ Ես էլ պետք է նավատորմում լինեի, ինձ ուրիշ մարդ փոխարինեց, նա հիմա ձերբակալված է։ Ոչ Եվրոպայի լեփլեցուն փողոցները, ոչ ՄԱԿ-ի զեկույցները չեն ստիպում Իսրայելին հարվածներ չհասցնել Գազայի խիտ բնակեցված տարածքներին։ Իսրայելական վերջին հրթիռները պայթել են Գազա քաղաքի Ալ-Ֆալահ չգործող դպրոցի շենքում, որտեղ հարյուրավոր տեղահանված մարդիկ կային։ Վերջին մի քանի ժամում առնվազն 73 պաղեստինցի է զոհվել։ Մինչ քննարկվում է Դոնալդ Թրամփի պատերազմը դադարեցնելու 20 կետանոց խաղաղության ծրագիրը, Կարմիր խաչը փակել է Գազայում վերջին գրասենյակները, քանի որ ցհալի գործողություններն ավելի ուժգին են դարձել։ Շրջափակված պաղեստինցիների խոսքով իրենք օր-օրի ավելի միայնակ են մնում, նույնիսկ հույսն է արդեն լքում Գազան։ Մարիամ Ամիրջանյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։